Ելենա Արշակյանի Մարիա սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստասերիալի ավարտը մոտ է։ Իսկ երբ է ավարտվելու հեռուստասերիալը, ձեզ կպատմենք ընդամենը մի քանի րոպեից, բայց մինչ այդ նշենք, որ հեռուստասերիալի ամենաինտրիգային պահը հենց հաջորդ սերիան է։ Ընդամենը մի քանի ժամից պարզ կդառնա արդյոք Մարիան այնքան ուժեղ կգտնվի, որ իր վրեժը լուծի Ռաֆից։ Պարզ է չէ, որ Մարիան հենց այնպես չի հայտնվել նման հոգեբանական վիճակում, այնքան է նրա վիճակը ծանրացել, որ նույնիսկ այնքան ուժ է գտել իր մեջ, որ զենքով հայտնվել է Ռաֆի թիկունքում։ Բայց բնականաբար նա այդքան ուժեղ չի գտնվի ու Ռաֆին չի վնասի։ Ինչպես մեր նախորդ տեսանյութերից մեկում պատմել էինք, այդ ամենն իր վրա հավանաբար կվերցնի Օֆան, քանի որ նա հիվանդ է և հեռուստասերիալից հենց այնպես չի գնա և հեռուստասերիալի սցենարիստը նրան հենց այնպես չէր բերել ու Ռուբենի կողքին հայտնվել էր Օֆան հենց դստերը փրկելու ու օգնելու համար։ Թե ինչ է կատարվել այդ գիշեր Ռաֆի ու Մարիայի միջև, բնական է հեռուստադիտողներն արդեն շատ պարզ հասկանում են, բայց ինչպես է այս ամենը ավարտվելու, դեռ ինտրիգային պահ է։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերը հենց հիմա տեսնելու հնարավորությունը և հենց հիմա պարզելու, թե ինչ է կատարվելու հաջորդ սերիաներում։ Ընդամենը մի քանի րոպեից շատ գաղտնիքների բացահայտում։ Ողջույն ընկերներ, բարի լույս բոլորին։ Օրը սկսել ենք լավ դրամատուրգությամբ, սուրճով, հիմա էլ գնում ենք ATV հեռուստաընկերություն։ Հյուրն ենք այսօր ես եւ Վահեն Վարդանյան, առաջին ծրագրի, ինչ ասեմ, անպայման դիտեք, հետևեք մեզ։ Հետևեն մեզ ու բոլորին բարի, լավ դրական օր։ Այո, լավ օր ենք մարդկանց, դրական մարդկանցով լի։ Ու այդպես նոր ես ձեզ ասում եմ բարի լույս, սերիալների գերի դարձած։ Ում համար բարի լույս, ում համար բարի երեկո կամ բարի գիշեր։ Բարև բոլորին, այսօր ենքան հագեցած որա լիքը բան կա անելու, լիքը բան արդեն վերջացել եմ, երեկոյան կամերայինում կաբարը ռեստարտ ենք խաղում և ուզում եմ հիշացնել ձեզ, որ շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք նախ ու ունեք ևս 2 ժամ մրցույթին մասնակցելու համար, որ իմ ստորիում կարաք հետ գնանք տեսնեք ու ես մի քանի ժամից կապում եմ արդյունքները, կասեմ, թե ովքեր են շահում հրավիրատոմսերը ամսի 23-ի համերգի։ Երեխեք, աստվածներից չկողանա, չգիրեմ ուրակա, ասել է պատրաստվի տեղեք։ Երեկո սերիայում կարաժում տա։ Շատ վատ է, թե վատ է, շատ վատ է։ Կարաոկե հաղորդ։ 9-300 այսօր թամիկը երկելու է, Դու այսօր ամենավատ վիճակում չես այդ։ մի խոսքով սպասեք ղարղարներին։ Ակրավները հավաքվել են հեսա։ Ես էլի նկարահանման եմ բան չի կողվել իմ կյանքում, այս անգամ գովազդ ենք նկարում, տուն ենք վերանորոգում։ Ես էլի նկարահանման հրապարակում եմ, բան չի փոխվել իմ կյանքում, գուբկա չի փոխվել, սեդա չի փոխվել, գուբկան փոխվել է, սեդա չի փոխվել։ Որ դու բերանը բակել մի խոսքով նկարահանման ենք, դրսում անձրևա, չգիտեմ, լավ բաներ գրեք, ես վանդիղանակին լավ բաներ գրեք։ Սա այս մեկը մեր պոմրեժն է։ Հիմա ինձ ասա խնդրում, հետևորդներիս ասա։ Երբ է ավարտվում Մարիա սերիալը, միլիոն հատ տենց հարց ունեմ։ Ասեց։ Այդ թեման շատ ակտուալ է, այդ մարդկանց կասեմ մի քիչ բարի եղեք, որովհետև ամեն ինչ չի, որ կարելի է գրել, բայց այդ վատ կոմենտներին իրականում ես շատ նորմալ եմ վերաբերվում նաև, որովհետև եթե չլինի վատ կոմենտ, այդ նշանակում է հետաքրքիր չես, իսկ եթե հետաքրքիր ես, սկսում են քննարկել, բնականաբար ամեն մարդ ունի իր կարծիքը, կարող լինի նաև վատ կարծիքներ, ու դա շատ նորմալ երևույթ է, եթե մեդիա դեմք ես,
պետքա պատրաստ լինես այդպիսի բաներին, բայց իհարկե ամեն ինչին կա չափ ու սահման, կա կրթվածության աստիճան, ինչ կարելի է գրել, ինչ չէ, յուրաքանչյուր մարդ դա պետքա հասկանա։ Այդքան է երևի թե ավելի շատ անկեղծ ասած մեկ-մեկ տենց նեղվում նյարդայնանում եմ ոչ թե իմ հանդեպ գրված վատ կոմենտներից, այլ ուրիշ մարդկանց, օրինակ կանանց, աղջիկների մեր բիզնեսի, դրանք ավելի են նյարդայնացնում, որովհետև շատ անիմաստ բաներ են գրվում։ Ես նկարահանման եմ էլի սեդանը աշխատում գրիմի վրա։ Տեսնենք ինչ է ստանում։ Вообще блогер чем есть. Ալա չի լինում որա։ Չի լինում։ Սեդա օրինակ ես ընթացքում արի հարցազրույց անել։ Որ դերասանին ես ամենաշատը սիրում ես սերիալը։ Քեզ։ Դուրջ։ Ահա։ Это все знают։ Սա 5 րոպե հետո մյուսն ալթորիանը ասում Չէ։ Չէ, ինձ անկեղծ։ Ասում եմ։ Բայց ինչի համար։ Այս սաստավում այս դերասանների քեզ Ռամշին